Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, զրուցելու եմ ազատամարտի գրող Նարէ Սոսեի հետ։ Բարև ձեզ Նարէ։ Բարև ձեզ, հաճելի էր նորից տեսնել ձեզ։ Հուսով եմ, որ ամեն մեկդ արդեն ձեր համար որոշում կայացրել եք ընտրությունների, սիրելի հետևորդներ, ու կարծում եմ, որ պատրաստ ենք փոխելու ամեն ինչ։ Հարկավոր է սրանց ուղարկել քաղաքական աղբանոց։ Երեկվա նախընտրական եզրափակիչ գլխավոր բանավեճին հետևել եք, օրինակ որ թեկնածուների խոսքը ձեզ համար ավելի համոզիչ եղավ, ինչ եք առանձնացրել ձեզ այդ բանավեճի համար։ Եկեք ձեռնպահ մնամ երեկվա թատրոնին, բայց կասեմ մի բան, ամենաշատը ինձ դուր եկավ Ռոբերտ Քոչարյանի հարց ու պատասխանը, որովհետև չեկավ։ Դա ամենաճիշտ մոտեցումն էր, որովհետև արհամարանքը ավելի մեծ վիրավորանք է երբեմն, քան ցանկացած բառ։ Ու ճիշտ արեց, որովհետև թշնամու հետ, թշնամուն ծախվածի հետ ասելիք, անելիք շատ վաղուց այլևս չկա։ Դա ամենաճիշտն էր։ Իսկ այդ մնացածը թատրոնի ժանրից էր, կապիկություններ, ամեն մեկը փորձում էր իր ձայները ավելացնել։ Բայց ընդդիմությունը ձեր կարծիքով հաղթեց այդ բանավեճում, թե Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Ես կարծում եմ, որ հաղթող կամ պարտվող նման իրավիճակում գոյություն չուներ, որովհետև նրանք արծարծում էին այն թեմաները, որ շատ վաղուց արդեն նախնական ընդդիմական ուժերը մինչև իրենց իհայտ գալը ու թատրոնի այդ բեմ մտնելը մենք արդեն վաղուց արծարծել ենք, թող մեծամտություն չթվա։ Մենք արդեն շատ վաղուց այդ մասին խոսացել էինք, այդ թեմաները վաղուց արծարծված էր, վաղուց քննարկված էր, վերլուծված էր, այն ամենը ինչ իրենք ասում էին, դա ընդհանրապես կրկնություն էր այն ամենի, ինչ որ Հայաստան դաշինքը վաղուց արդեն ամբիոններից ասել էր։ Այնպես որ նորություն չլսեցի ես այնտեղ, չնայած ասեմ, որ ուշի ուշով հետևում եմ, գիտեք, այդ ամեն ինչին։ Ընտրություններին ընդառաջ իշխանությունները կարծես թե անցել են բռնաճնշումների, այսօր առավոտյան էլի եղան բազմաթիվ ձերբակալումներ, Աշոտյանին են կրկին ձերբակալել, Գալուստ Սահակյանի որդուն Արման Սահակյանին, դրանից առաջ էլ թվականները բառացիորեն փողոցում մարդկանց էին բռնում, ծեծում, ինչ տպավորություն եք, ինչ ժամանակն են, սրանք ժողովրդավարական հասարակության դրսևորումներ են։ Նայեք, ինձ թվում է ընդհանրապես Նիկոլը այս վերջի պահին սկսել է ձերբակալել բոլոր նրանց, ում հեղինակությունը ընկել է պլինդուսից ցած, հա, ու ինքը փորձում է նրանց հերոսացնել իր գնալուց առաջ։ Հիմնականում հետևեք, ՀՀԿ-ի որոշ կուլիսային խաղացողների է աճեցնում։ Իրեն թվում է, եթե բանտարկե հերթական անգամ Աշոտյանին, դրանով Աշոտյանի վարկանիշը բարձրացնելու է, բայց կարծում եմ, որ բոլորս հիշում ենք, կրթահամակարգով սկսեց քանդել, օրինակ Աշոտյանի, էլի, դա մի օրինակ է։ Դա այս վերջի խաղերը, դա թատրոնի ժանրից է, երևում է շատ պարզ, դիմակի տակ, ով է եւ ինչ են խաղում։ Այնպես որ դա էական նշանակություն չունի, դա թատրոնի երկրորդ հարարն է։ Դա ԿՊՀՀԿ թատրոնի հակ այս դեպքում հերթական արարն էր։ Բայց նաև ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին են ծեծի ենթարկել, ձերբակալել, 37 հոգու ձերբակալել են, Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին են ձերբակալում, միայն Աշոտյանը որ լիներ, կասեինք մենակ Աշոտյանն է։ Նայեք, ուժեղ Հայաստանի դեպքում ես ձեռնպահ կլինեմ, ես մի անգամ, որպեսզի չասեն, որ ուրիշ կերպ ես ընկալում ամեն ինչ, իջել եմ այդ ցույցին, միայն մի անգամ, դուք գիտեք, որ ես Քոչարյանի ջատագովն եմ, վստահում եմ իրեն ու կարծում եմ այս իրավիճակում միայն ինքը կարող է երկիրը հանել այս ցեղից, բայց մի անգամ իջել եմ, որպեսզի չասեն թշնամություն է ստացում կամ պառակտում ես մտցնում քո խոսելաձևերով։ Եվ ընդհանրապես մի բան եմ ասել հարցազրույցի ժամանակ, որը հիմա կկրկնեմ, ձեռնպահ կմնամ, կսպասենք, կտեսնենք ինչպիսի գործողություններ է կատարելու, ինչ գործունեություն է ծավալելու, քանի որ նորաստեղծ ուժ է, դեռ շատ հում ուժ է, քաղաքական դաշտում անփորձ ուժ է։ Նայեք, հնարավոր է լինել շատ լավ գործարար, բայց շատ վատ դիվանագետ կամ հակառակը։ Այնպես որ որպես քաղաքական գործիչ ես ձեռնպահ կմնամ այդ տիպի քաղաքական գործիչներից
Եթե շատ անկեղծ լինեմ, գերագույն գլխավոր հրամանատար Տաշիր Սամոյի մեջ չեմ տեսնում։ Դա ամենաառնվազն ուղղակի ռեպլիկի կարգով ասեմ։ Եվ այսօր հրապարակվեցին բանի արդյունքներ, սոցարդյունների արդյունքներ Գելափի կողմից արած, որով ընդդիմությունը հաղթում է այս ընտրություններում։ Դուք հավատում եք այդ սոցարդյունների տվյալներին։ Ես ընդհանրապես այդ տվյալներին չեմ հավատում, որովհետև նայած ով է պատվեր տալիս այդ պահին, ով է վճարողը, ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում, դա բնականon է, եւ ես ընդհանրապես չեմ հավատում այդ սոցարդյուններին։ Կապրենք, կտեսնենք, հնարավոր է, որ Նիկոլը Փափուկ նահանջ կատարի ու փոխանցի իշխանությունը, եթե այդքան խելք ու ուղեղ ունենա, ու բանը չհասցնի քաղաքական ընդվզումների, որովհետև դրանից այն կողմ իմ պատկերացմամբ լինելու է արդեն քաղաքացիական պատերազմ, կան կոնկրետ պատերազմ, արդեն լինելու է ընդվզում ուժայինի կարգով, եւ սա այս ամենը լավ բանի չի բերելու։ Մի բան փաստ է, որ Նիկոլը սպառված է եւ նա պետք է հանձնվի։ Եթե առաջ ասում էին գնա, հիմա ասում եմ հանձնվի, որովհետև դու ուզես չուզես, պետք է պատասխանատվություն կրես այն ամբողջ չարիքի համար, այն ամբողջ դավաճանական քայլերի համար, որ քո թիմը կատարել է։ Նիկոլը, Ալենը, Աննա Հակոբյանը, Արարատ Միրզոյանը եւ իր առաջի այդ 30 խոչկորով, մոճկորով նրանք սաղ պետք է պատասխան տան, ըստ կատարած ցանցանքել պետք է պատասխանատվություն կրեն։ Ըստ իս Նիկոլը պետք է մահապատժի ենթարկվի հրապարակայնորեն Աննայի հետ միասին։ Բռնության կոչեր չանենք, մենք մահապատիժ ունենք։ Ես բռնության կոչ չեմ անում, ես ասում եմ օրինական դաշտով։ Ես չեմ ասում ժողովուրդը հելնի ու նրան ես ինչ-որ բան անի։ Դատապարտվի որպես պետական հանցագործ, որտեղ ինքը պետական հանցագործ է։ Ինքը այն ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործն է, որը բացարձակ թշնամուն վաճառեց երկիրը։ Հիմա էլ Զանգեզուրի միջանցքն է հանձնում։ Ես որ ասում եմ Տիգրանաշենը հանձնել է, դա օթից չեմ ասում, դա իրենց հայտարարությունից եմ ասում։ Նա Տիգրանաշենի պայմանագիրը ստորագրել է։ Իսկ Տիգրանաշենը դա եթե ով մոռացել է հիշեցնեմ, ճակատեն ճանապարհն է, դա Սյունիքի դարպասներն է։ Ու այն մեր մեռել թաղող մի հատ նախագահ ունենք, որտեղ մեռելա տեսնում հետը գնում նկարվում է, Վահագն Ինչաներ, Խաչատրյաններ, Ինչաներ, ասում էր, չէ, Սյունիքի դարպասները պետք է բացենք ում առաջ, թշնամու, որովհետև մենք Սյունիքի դարպասները բացել կարող ենք մենք չէ, այսինքն իրենք, միայն թշնամու առաջ։ Իսկ նրանք արդեն բացեցին իրենց երեկվա ստորագրությունով, բացեցին դարպասները Սյունիքի թշնամու առաջ։ Մի ժամանակ, որ ասում է եկել է Արցախը վաճառելու, ինձ ինչ ասես ասում էին, հիմա ասում եմ Սյունիքը վաճառել է, Սյունիքը վաճառված է, ով որ չի հավատում, չտա Աստված, որ վերարտադրվեն։ Եթե վերարտադրվեն, կտեսնեք իսկականից 300,000 ադրբեջանցու մուտքը։ Որպեսզի չվերարտադրվեն, բոլորս մի մարդու պես պետք է գնանք ընտրությունների։ Ու ամեն մեկս պետք է ասենք